Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Տեր Աստված, ես փառք եմ տալիս քեզ, որ ամեն իրավիճակում դու ուղղորդում ես մեզ, որ ցույց ես տալիս մեր սխալները, բերում ես մեզ ապաշխարության, որ այդքան ողորմած ես, որ այդքան բարեգութ ես։ Տեր, շնորհակալ եմ, որ սովորեցնում ես, որ սխալ մտածելակերպով չշարունակենք ապրել։ Տեր, այն, որ մեր արած հանցանքների, սխալների, մեղքերի պատճառով դու անմիջապես չես պատժում մեզ, կրակ չես թափում մեր գլխին, չի նշանակում, որ դու համաձայն ես մեր արած սխալի հետ, մեր արած մեղքի հետ, այլ ցույց է տալիս միայն ու միայն քո ողորմությունը, քո գթությունը, քո սերը և քո զորությունն ու շնորհը, որ դու կարող ես փոխել մեր մտածելակերպը, փոխել մեր ընթացքը և ոչ թե միայն կարող ես, այլ անում ես։ Տեր, ես միայն աղոթում եմ, որպեսզի խոնարհություն ունենանք, հնազանդեցնենք ինքներս մեզ քեզ և թույլ տանք, որ դու առաջնորդես, որ դու սովորացնես, որ դու դաստիարակես, որքան էլ որ այդ դաստիարակության պահը ցավալի գուցե լինի, տհաճ լինի, բայց Աստվածաշունչն ասում է, դրանից հետո այն բարիքներ է բերում։ Թող քո բարիքները ստանանք, անգամ ցավոտ դաստիարակության միջոցով, Տեր, որովհետև գերադասելի է ունենալ ծնող քեզ պես, որ մեզ կդաստիարակվի, քան թե մնալ անդաստիարակ, մեծամիտ ու անհնազանդ երեխաներ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը Դարերի մեղքը գրքի մեկնաբանության և ընթերցանության շարունակությանը։ Խոսում ենք, թե ինչ է գայթակղությունը այսօր ու մի քանի օր։ Այս գլխում, 6-րդ գլխում, մենք կուսումնասիրենք ու կհասկանանք, թե ինչ են գայթակղությունները և ինչպես են գայթակղությունները մարդկանց վրա ազդում։ Դա անելու համար մենք պետք է անդրադառնանք սրտի մոդելին և կռապաշտության գործընթացին։ Այս բոլոր բաներն անհրաժեշտ են գայթակղությունների էությունը հասկանալու համար։ Մեսենջերյան խմբում ես և սրտի մոդելի և կռապաշտության պրոցեսի նկարները դրել էի։ YouTube-ում նկար չեմ կարող դնել, բայց դրանց ձայնագրությունները իր մեջ պարունակում էր վիդեոյով նկարը։ Կարող եք նկարել ձեր հեռախոսների վրա, ունենալ, որպեսզի կարիքի դեպքում անդրադառնաք դրանց։ Մենք կսովորենք, թե ինչպես են գայթակղությունները ձևավորվում բացառապես մեր սրտում և ինչ դեր է սատանան խաղում գայթակղությունների գործում։ Նախ անդրադառնանք կյանքի բաղադրիչ մասերին։ Ինչից է կյանքը կազմված։ Գայթակղությունները ավելի լավ հասկանալու համար մենք պետք է նորից մտածենք կյանքի հիմնական մասերի մասին, որոնք բոլոր մարդկանց կյանքի մասն են կազմում։ Ամեն մարդու կյանքում կան հանգամանքներ և իրավիճակներ։ Ամեն մարդ ունի արժեքային համակարգ։ Ինչ է նա արժևորում։ Ամեն մարդ ունի ցանկություններ և ամեն մարդ ամեն օր որոշումներ է կայացնում և արձագանքներ տալիս իրավիճակներին։ Սրանք կյանքի բաղադրիչ հաստատուն մասերն են։ Անփոփոխ են և բնորոշ են ողջ մարդկությանը։ Չկա մարդ, որ ցանկություն չունի, չկա մարդ, որ որոշում չի կայացնում, չկա մարդ, որ որոշակի հանգամանքների ու իրավիճակների չի առերեսվում և չկա մարդ, որ արժեքային համակարգ չունի։
Ուրեմն նորից եմ ասում, չկա մարդ, որ սրանցից մեկը բացակայում է իր կյանքում։ Հիմա մենք քննելու ենք սրանք հատիկ, բայց արժեքներին երբ հասնենք, խոսելու ենք նաև խեղաթյուրված արժեքային համակարգի ախտորոշիչ նշանների մասին և հետո կանցնենք գայթակղություններին։ Առաջինը հանգամանքներ։ Այն հանգամանքները, որոնցում յուրաքանչյուր մարդ հայտնվում է, ներառում է տարբեր բաներ։ Հանգամանքները իրենց մեջ ներառում են իրադարձություններ, որոնք կարճաժամկետ տևողությամբ դեպքեր են կյանքում։ Այդ իրադարձությունները, այդ դեպքերը, որ մեր կյանքում լինում են, կարող են լինել նեյտրալ, այսինքն չեզոք, դրական կամ բացասական։ Օրինակ, ուտելիք գնելը, ամուսնանալը կամ ընտանիքի անդամի մահը։ Շատերիս համար առաջինը նեյտրալ է, ամուսնանալը դրական, իսկ երրորդն էլ բացասական։ Ինչի եմ ասում, ուտելիք առնելը մեծամասնությանս համար նեյտրալ է, որտեղ մեծամասնությունը սովի մեջ չի, իսկ սովի մեջ գտնվող մարդու համար ուտելիք առնելը արդեն նեյտրալ բան չի լինի, կլինի դրական բան, այսինքն կան պահեր, որ մեկի համար կարող է նեյտրալ լինի, մեկի համար դա լինի դրական կամ բացասական։ Սրանից բացի, հանգամանքները ներառում են նաև տարբեր իրավիճակներ։ Իրավիճակները ներառում են այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում են, ներառյալ քաղաքը, գյուղը, թաղամասը, այցելած եկեղեցին, որտեղ են հաճախում, աշխատանքային միջավայրը, դպրոցները և այլն։ Ամեն բան մեր միջավայրում կազմում է մեր իրավիճակը։ Նաև հանգամանքները, որոնցում մարդիկ ապրում են, ներառում են այլ մարդկանց ևս և շփումը այս մարդկանց հետ, հարաբերությունը այս մարդկանց հետ, ընտանիքի անդամ, հարևան, բարեկամ, աշխատակից, համագործակից, դպրոցի մարդ, եկեղեցական, փողոցում քայլող մարդ։ Այս երկրագնդի վրա շատ քիչ մարդիկ կան, որ չեն շփվում այլ մարդու հետ։ Այս ամենից բացի, բոլոր մարդիկ ունեն տարբեր պարտականություններ։ Պարտականությունները, պատասխանատվությունները շատ տարբեր են, բայց այնուամենայնիվ մեր պարտականությունները, մեր պատասխանատվությունները կազմում են այն հանգամանքների մի մասը, որում մենք ապրում ենք։ Սատանան նույնպես մարդկանց հանգամանքների մի մասն է կազմում։ Սատանան կարող է ազդել մեր հանգամանքների վրա, ինչպես տեսնում ենք Հոբի առաջին գլխում և Մատթեոս 4-ում։ Կարդացեք սրանք ինքներդ։ Հոբ գիրք 5 կտակարանից առաջին գլուխ և նոր կտակարանից Մատթեոս ավետարանի 4-րդ գլուխը։ Եվ հետևաբար, Սատանան ազդեցություն ունի այդ հանգամանքներում գտնվող մարդկանց վրա նույնպես։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է գիտակցել ու հասկանալ, որ Սատանան չի կարող մարդկանց ստիպել անել այն, ինչ մարդիկ չեն ուզում անել։ Սատանային նման իրավունք տրված չէ։ Սատանան չի կարող քեզ ստիպի, որ մեղք գործես։ Սատանան չի կարող քեզ ստիպի որևէ բան անես։ Արժեքներ, արժեքային համակարգ։ Այնինչ մարդիկ ամենաշատը գնահատում են, արժևորում են, դա էլ կամ դրանց էլ մարդիկ երկրպագում են։ Քանի որ Աստված ամեն մարդու տվել է ազատ կամք, մարդիկ կարող են ընտրել, թե ինչ են նրանք գնահատում, ինչ են նրանք արժևորում, կարևորում և հետո ընտրում իրենց համար խիստ կարևոր համարում, և մարդիկ իրենց ազատ կամքով ընտրում են, թե ինչ են երկրպագում։ Այս գրքի նախորդ մասերում մենք իմացանք, որ այն, ինչին մարդիկ երկրպագում են ու պաշտում են, այդ բանը, այդ մարդը, այդ ցանկությունը սկսում է վերահսկել մարդուն։ Հետևաբար մարդկանց արձագանքը հանգամանքներին կախված է նրանից, թե մարդիկ ինչին կամ ում են երկրպագում։
այն, ինչ մարդիկ պաշտում են, երկրպագում են, դա էլ կորոշի, թե իրենց հանգամանքներում ինչեր կհետաքրքրեն այդ մարդկանց։ Այս մասը նորից ասենք, որտեղ ինձ թվում է սխալ եմ գրել, կրկնություն կարող է լինի։ Մի հատ այս մասը նորից ասենք, հա, որ սխալ չհասկանանք որևէ բան։ Այն, ինչ մարդիկ պաշտում են, երկրպագում են, կորոշի իրենց հանգամանքներում ինչեր կհետաքրքրեն այդ մարդկանց։ Հռոմեացիներ նամակի 8-րդ գլխում խոսվում է ապրել ըստ ինչ-որ բանի համաձայն հասկացության մասին։ Հռոմեացիս 8-րդ գլխի 5-րդ խոսքում Պողոս առաքյալն ասում է. որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր։ Այսինքն, որովհետև ովքեր ըստ մարմնի են ապրում, մարմնական բաներ են մտածում, իսկ նրանք, որ ըստ հոգու են ապրում, հոգևոր բաներ են մտածում։ Ապրել ինչ-որ բանի համաձայն նշանակում է մտածել, խոսել և գործել, ղեկավարվելով այդ բանին բնորոշ կոնկրետ ու որոշակի առաջնորդող սկզբունքներով։ Այդ սկզբունքները կազմում են մտածողության համակարգ և առաջնորդվում են այն արժեքներով, որոնց վրա հիմնված են այդ սկզբունքները։ Դրա համար Աստված ասում է. նորոգեք ձեր միտքը։ Աստծո խոսքով Պողոս առաքյալն է գրում. մի տրվեք աշխարհի սկզբունքներին, այլ նորոգեք ձեր միտքը։ Խեղաթյուրված, շեղված արժեքային համակարգի նշանների մասին ենք հիմա խոսելու, բայց մինչև դրան անցնելը թվենք նաև մյուս բաները, որի մասին հետո խոսելու ենք, ցանկություններ, որ հանգամանքի մասն են կազմում, որոշումներ և արձագանքներ։ Դրա մասին մենք վաղը կխոսենք ու հետո կանցնենք, թե ինչ է գայթակղությունը։ Իսկ հիմա խեղաթյուրված, շեղված արժեքային համակարգի նշանների մասին եկեք խոսենք։ Ինչ արժեհամակարգ կգտնենք կռապաշտի մեջ։ Ահա որոշ արժեքների և ցանկությունների կարճ ցուցակ, որոնք կարող ենք տեսնել կռապաշտի սրտում, նրա սիրտը քննելիս։ Իրավունք ունեմ, արժանի եմ, լիազորված եմ։ Այս մոտեցումը կա կռապաշտի մեջ։ Կռապաշտը կարող է մտածել, որ ինքը բավարարվածություն ստանալու իրավունք ունի։ Նրա ցանկությունները հասել են մի կետի, երբ նա կարծում է, որ ինքը արժանի է ստանալու այն, ինչ ինքը ցանկանում է, և դիմացինից, կուռքից պահանջում է, որ իր ցանկացածը տրվի իրեն։ Ուժ։ Մարդկանց վերահսկելու, մարդկանց կոնտրոլ անելու ձգտումը շատ ուժեղ է, և նրանք իրենց այդ ուժը կիրառում են մարդկանց վրա, հատկապես խոցելի մարդկանց վրա, ինչպիսիք են երեխաները, ովքեր կռապաշտի իշխանության ներքո են։ Այդպիսի մարդիկ կռապաշտի գլխավոր թիրախներն են։ Գաղտնիություն։ Մեղքը սիրում է թաքնվել խավարի մեջ, ուստի գաղտնիությունը կարևոր արժեք է այսպիսի մարդկանց համար։ Նրանք արժևորում են թաքուն գործելը, մարդկանց աչքից ծածուկ գործեր անելու հնարավորությունը։ Բավարարված լինելու և իրենց լավ զգալու անսպառ տենչ կա նրանց մեջ։ Նրանք սկսում են մտածել ու հավատալ, որ բռնության, չարաշահումների ու դաժանության միջոցով կարող են ձեռք բերել այն, ինչ ցանկանում են։ Կռապաշտի սրտում ուժեղ է արագ ու հեշտությամբ բավարարված լինելու և լավ զգալու ձգտումը։ Նա ձգտում է կատարել իր ցանկությունները և իրեն լավ զգալ, անկախ գնից, անկախ նրանից, թե ինչ կործանարար հետևանքներ է թողնում թե իր, թե ուրիշի կյանքում։ Նման մարդը արագ գլխի է ընկնում, որ բռնությունը, շահագործումը լավ զենքեր են իր համար, իր ուզածին հասնելու համար, և որ դրանք գործում են։ Բարձր ինքնագնահատականը, ինքնաարժևորումը։ Կռապաշտը հավատում է,
որ իր ցանկությունները առաջնահերթ են ուրիշների ցանկություններից։ Կռապաշտը ինքն իրեն ավելի բարձր է գնահատում, քան ուրիշներին։ Արժեքավորը կռապաշտի համար ինքնաբավարարումն է։ Կռապաշտի համար մյուս մարդիկ ու ամեն բան գոյություն ունեն միայն իր կարիքները, իր ցանկությունները բավարարելու համար, իր բավարարվածությունը ապահովելու համար, որ մյուս մարդիկ ու ամեն բան միջոց են իրենց բավարարվածությունը ձեռք բերելու համար, եւ հետեւաբար իրենց կարիքները առաջնային են, իսկ մյուսներինը ոչ։ Այստեղ կարևոր է նշել, որ մեր ցանկությունները ի սկզբանե կարող են լավը լինել։ Ցանկությունները դառնում են վատը, եթե դրանք Աստծո կամքին հակառակ են, Աստծո ցանկություններին հակառակ են, եթե մենք մեր ցանկությունները Աստծուց վեր ենք դասում։ Սա շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ մենք կարող ենք ասել, բայց իմ ցանկությունը լավ ցանկություն է։ Չեմ շղթում, իհարկե։ Նարցիսիզմը։ Սա հոգեբանական տերմին է, բայց օգտակար տերմին է, ասում է հեղինակը, նկարագրելու ծայրահեղ եսակենտրոն մարդուն։ Սա այն մարդն է, ում էության մեջ ամեն ինչ ձեռք բերելու մասին է։ Նրանք միայն մտածում են ձեռք բերելու մասին, եւ դա միայն իրենց համար։ Նրանց արժեհամակարգը հագեցած է իրենց եսով, իրենց էգոյով։ Արժեքները, արժեքային համակարգը հիմնված են շատ բաների վրա։ Քրիստոնյաներն իրենց որոշ արժեքներ հիմնում են Աստվածաշնչի վրա։ Նրանք նաև իրենց արժեքները հիմնում են մշակույթի վրա, որում ապրում են, իրենց ունեցած փորձառությունների վրա եւ իրենց շրջապատող մարդկանց ընդհանուր արժեքների վրա։ Ուրեմն մեր արժեքների մեջ մտնում է այն, ինչ սովորում ենք Աստվածաշնչից, այն մշակույթը, որի մեջ ապրել ենք կամ ապրում ենք, մեր ունեցած փորձառությունները, լավ թե վատ, մեզ շրջապատող մարդկանց ընդհանուր արժեքները ևս։ Ու նրանք ապրում են ըստ դրանց, քանի որ դրանք դարձել են իրենց արժեհամակարգի մի մասը։ Սա ձևավորում է մարդու աշխարհայացը։ Մարդիկ շրջապատող աշխարհը մեկնաբանում են ըստ իրենց աշխարհայացքի։ Պրիզմա է կոչվում, ըստ մեր պրիզմայի։ Քրիստոնյան ունի աշխարհայացք, որը ներառում է Աստծուն, եւ Աստված կենտրոնական է, չնայած ոչ բոլոր քրիստոնյաների համար է Աստված կենտրոնական, բայց այդպես պետք է լինի։ Ոչ քրիստոնյան ունի աշխարհայացք, որը չի ներառում Աստծուն, ավելի ճիշտ չի ներառում ճշմարիտ Աստծուն։ Ինչ աշխարհայացք ունի մարդը, իր հերթին որոշում է, թե ինչպես է այդ մարդը ապրում։ Հիմա անցնենք ցանկություններին։ Մարդու արժեհամակարգը այն օրինաչափությունն է, որից ընտրվում են նրա ցանկությունները։ Եթե մարդը գնահատում է ազնվությունն ու շիտակությունը, ապա այն, ինչ նա ցանկանում է, կձևավորի ազնվության եւ շիտակության արժեքներից ու նաեւ կաջակցի ազնվության ու շիտակության արժեքներին։ Նման մարդիկ կցանկանան լսել ճշմարտությունը, օրինակ, նրանք նույնպես կցանկանան ասել, խոսել ճշմարտությունը։ Իսկ եթե ինքնաբավարարումն է կազմում մարդու արժեքային համակարգի մասը, ապա նրանք կցանկանան այնպիսի բաներ, որոնք իրենց բավարարվածություն գոհացում են բերում։ Նրանք կփնտրեն այնպիսի բաներ, որոնք կբավարարեն իրենց եւ իրենք լավ կզգան։ Մարդկանց սրտի ցանկություններից են կախված, թե մարդիկ ինչպես են գործում եւ արձագանքում տարբեր հանգամանքներում եւ իրավիճակներում։ Ինչպես մենք ուսումնասիրեցինք նախորդ երկու մասերում, մարդիկ կարող են ցանկություններ զարգացնել իրենց մեջ այն ամենից, ինչ կարող են տեսնել կամ պատկերացնել։ Որոշ բաներ, որ մարդիկ ցանկանում են, իրենց բնույթով չար չեն։ Իսկ ոմանք էլ իրենց բնույթով չար են։ Մեր որոշ ցանկություններ կարող են իրենց բնույթով լավ բաներ լինել։ Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ մարդը կարող է ցանկանալ, կարող է չար ցանկություն դառնալ
կախված այն բանից, թե ինչ կարևորություն ենք տալիս այդ ցանկությանը։ Եթե ինչ-որ բան չափազանց կարևոր է դառնում, այն վերածվում է կեղծ Աստծո, դառնում է մի բան, որը չի ցանկանում ենթարկվել ու հնազանդվել իրական Եհովա Աստծո կամքին, կամ ժամանակներին, կամ ձևերին։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան, նույնիսկ լավ բան, որ Աստված չի ուզում, որ մենք ունենանք կամ անենք, այն վերածվում է մի բանի, որը վերահսկում է մեզ և հանգեցնում է կռապաշտության։ Որոշումներ և արձագանքներ։ Այն հանգամանքները, որոնցում մարդիկ ապրում են, հիմնականում վերահսկվում են Աստծո կողմից։ Երբեմն այն, ինչ մարդիկ ընտրում են անել, կարող են փոխել իրենց հանգամանքները։ Հանգամանքները, սակայն, չեն ստիպում մարդկանց որոշակի վարքագիծ դրսևորել։ Սա սխալ պատկերացում և ընկալում է։ Հեշտ է կարծել, որ վատ հանգամանքներում հայտնված անձը գուցե այլընտրանք չունի ուրիշ արձագանքի, ուրիշ պատասխանի համար։ Արձագանքները, սակայն, միշտ բխում են մարդկանց կայացրած որոշումներից, անկախ նրանից, թե այդ որոշումները խորը մտածված են, կշռադատված են, թե չմտածված են, զգացմունքներից բխած։ Այդ որոշումները միշտ կապված են այն ամենի հետ, ինչ նրանք երկրպագում են այս պահին իրենց սրտում։ Այլ կերպ ասած, ոչ ոք ի վերջո չի կանգնի Աստծո առաջ և չի կարողանա ասել Աստծուն. «Ես այդպես վարվեցի այդ մարդու հետ, որովհետև իմ ծնողները իմ հետ վատ էին վարվել», կամ չի կարող ասի «Ես հետևեցի իմ եկեղեցու հովիվի օրինակին» կամ «Ինչ-որ ինձ ասեցին»։ Ամեն մարդ որոշումներ է կայացնում, և Աստծո առաջ միայն ամեն մարդ իր համար է պատասխան տալու և պատասխանատվություն է կրելու իր կայացրած որոշումների համար, իր արձագանքների համար։ Ամփոփելով, բոլոր մարդիկ արձագանքում են իրենց հանգամանքներին, իրենց կայացրած որոշումներով, հիմնվելով իրենց սրտի ցանկությունների վրա։ Այդ ցանկությունները իրենց հերթին ձևավորվում են նրանց արժեհամակարգերից։ Այսքանը այսօր, վաղ կխոսենք, թե ինչ են գայթակղությունները։ Աստված օրհնի, պահի և պահպանի ամենքիս։ Աստծո ձայնը, որ նուրբ է, Աստվածաշնչում մի տեղ կա, որ ասում է, երկրաշարժ եղավ, Աստծո ձայնը մեջ չէր, կրակ եղավ, Աստծո ձայնը մեջը չէր, քամին բարձրացավ, Աստծո ձայնը մեջը չէր, բայց լռության մեջ Աստծո նուրբ ձայնը լսվեց։ Մեր շրջապատի, մեր մեջ բարձրացած ամեն աղմուկ, մեր երկրում բարձրացած ամեն աղմուկ, հեռուստացույցի աղմուկ, ամենը դադարեցնենք, որ թույլ տանք, որ Աստծո ձայնը լսենք և հասկանանք Աստված ինչ է ուզում, ինչ է ասում, որպեսզի մեր ցանկությունները, մեր արժեքները բերենք համապատասխանեցնենք Աստծո ցանկություններին, Աստծո արժեքներին, որպեսզի կռապաշտության մեղքի մեջ չընկնենք։ Աստված օրհնի ամենքիդ։